Գնացի քաղաք եկա, տեսա արդեն լցվել են ու տարել են, բայց ում են տարել, որտեղ են տարել, չգիտեմ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին են տարել իրավապահ մարմինները ու էլի 5 հոգևորականի։ Հոգևոր ճգնաժամ էր մարզում առավոտյան։ Սգոսրահներում թաղման արարողություններն անցկացնող քահանա չէր մնացել։ Մատաղի ժամանակ ստեղ ասել գցելու տեղ չի լինում, հիմա մարդ չկա կանգնած։ Ուղղակի էսի կոռեկտ չի, էսի շատ վատ է, որ եկեղեցու դուռը հենց այս պահին փակ է։ Զարմանում են աշտարակցիները, ինչու հավատացյալ հոտից ոչ մեկը չկար, որ առաջնորդարանի ու իրավապահների արանքում կանգներ։ Այս ամենի մեղավորը մենք բոլորս ենք, մեծից մինչև փոքր, որովհետև չենք պայքարում մեր հայրենիքի համար։ Կույր պիտի լինել չհասկանալու համար, որ այդ արշավի մի տեսակ նաև շրջանակներում այս ամեն ինչ տեղի ունի։ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես քաղաքական ենթատեքստ է տեսնում առավոտյան կատարվածի մեջ, ասում է վարչապետի մատն է խառը։ Ակնհայտ է վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը իր վրա է վերցրել միաժամանակ դատանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ եւ դրա հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել, նշել, որ տուն պահելու, քաղաքականությամբ չզբաղվելու անվան տակ դաշտ են բացում եկեղեցու դեմ հարվածների։ Սա Մայրաթորի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որն ըստ նախապես հայտարարվածի պետք է տեղի ունենա հոկտեմբերին։ Աբրահամյանի իշխանական գործընկեր Լուսինե Բադալյանը տեղի ունեցողին այլ մեկնաբանություն է տվել։ Նրա խոսքով երկրի ներսում դավադրություն հյուսող հոգևորականները պետք է պատժվեն։ Շատ ավելի ազնիվ կլինի, որ այդ հոգևորականները հանեն իրենց հագուստը եւ զբաղվեն քաղաքականությամբ, վերջ։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական եւ այդ քողի ներքո անել որևէ դավադրություններ երկրի ներսում, ապա նրանք պիտի պատժվեն օրենքի ողջ կստությամբ։ Արման Թաթոյանը մեր երկրից դուրս էլ է տեսնում խնդիրը, ասում է նման են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ու մեր քաղաքական ղեկավարության խոսույթները։ Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հոգևոր առաջնորդը էլի նորից գնացել էր միջազգային այս անգամ հանրության մոտ, էլի բողոքում էր հայոց առաքելական եկեղեցու դեմ, հայոց առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռևանշիստ է, բայց խաղաղության, բայց ժողովուրդ ջան, դուք նայեք իրենց բառերը։ Մեկին մեկ համընկնում են։ Այլ բան է պարզվում լրագրողների հետ Դանիել Իոաննիսյանի զրույցից։ Ասում է հիմքը Հովանավանքի քահանայի հայտարարությունն է։ Իրենք դրա հիմքով հաղորդում են ներկայացրել դատախազություն առանց մանրամասներ նշելու։ Երբ որ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևիցե արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում։ Ինչն է արել ենք այս անգամ։ Այսինքն դա մեր դեպքում ստանդարտ բան է, հաղորդման մեջ ենթադրյալ կատարողների անուններ, բաներ, առավելևս եկեղեցականների անուններ, ոչինչ չկար։ Միայն ուշադրություն են գրավել, խնդրել են քննել։ Իդեպ Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել նաև Միքայել արքեպիսկոպոսի հայտարարությունների վերաբերյալ։ Հունիսին, երբ Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալեցին, նա բացահայտեց, որ ավելի վաղ իր դիմումին դատախազությունն ընթացք չէր տվել։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։